Ինչու են մարդիկ ապրում ժամանակի սահմանափակ կյանք վերջում մահանում։ Մեղքի հատուցումը մահն է։ Աստվածաշունչը ասում է, որ մենք պետք է մահանանք մեր մեղքերի պատճառով։ Եթե մեր մահվան արժանի մեղքերը ներվեն, թե մեր մարմինները մահանան, մեր հոգիները կարող են հավիտյան ապրել։ Ապա ինչպես կարող ենք ստանալ մեղքերի թողություն։ Հովհաննեսն անապատում մկրտում էր ու մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզում։ Նրա մոտ էին գնում Հրեաստանի բոլոր բնակիչները երուսաղեմցիները։ Նրանք Հորդանան գետում Հովհաննեսից մկրտվում էին, իրենց մեղքերը խոստովանելով։ Հիսուսը մկրտվեց մեղքերի թողության ճանապարհը ցույց տալու համար, որպեսզի մեզ օրինակ ծառայի։ Մկրտությունը սուրբ արարողություն է, որով մենք կարող ենք ստանալ մեղքերի թողություն վերածնվել որպես Աստծո զավակներ։ Եթե այո, ապա երբ պետք է մկրտվենք։ Լիդիան մկրտվեց անմիջապես, հենց որ ճանաչեց Քրիստոսին։ Եթովպացի ներքինին մկրտվեց անմիջապես ճանապարհին։ Բանտապահը անմիջապես գիշերը մկրտվեց։ Ինչու են մեր հավատքի նախահայրերը մկրտվել անմիջապես, հենց որ ճանաչել են Քրիստոսին։ Դա պայմանավորված էր նրանով, որ նրանք հավատում էին Աստծո խոստմանը, որ իրենց հոգիները հավիտյան կապրեն, չնայած մարմինները մահանան, եթե մկրտության միջոցով մեղքերի թողություն ստանան։ Ահա թե ինչու է մկրտությունը կատարվում Փրկչի անունով, ով իշխանություն ունի մեղքերը ներելու հավիտենական կյանք շնորհելու։ Գիտեք Փրկչի անունը, Հոր, Որդու Սուրբ Հոգու անունը։ Հոր անունը Եհովա է, իսկ Որդու անունը Հիսուս։ Ապա ինչ է Սուրբ Հոգու անունը։ Խնդրում եմ, ստացեք մեղքերի թողություն հավիտենական կյանք, մկրտվելով Հոր Եհովայի Որդի Հիսուսի Սուրբ Հոգու նոր անունով։